Գյումրու քաղաքապետարանը Վարդան Աճեմյանի հուշարձանի նախագծերի մրցույթը հայտարարել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության հետ համատեղ։ Հանձնաժողովի կազմը ևս համագործակցությամբ է կազմվել, բոլորն այսօր կարևոր անելիք ունեին։ Մանրադիտակային ճշտությամբ ուսումնասիրել ներկայացված 9 նախագիծն ու առանձնացնել լավագույնը։ Պետք էր ընտրել այն քանդակը, որն իսկապես արտացոլում էր Աճեմյանին եւ որպես մարդու, եւ որպես արվեստագետի։ Բոլոր աշխատանքները ունեն պլանշետներ, ինչ արդեն մեր համար ձեռքբերում է, այսինքն մրցույթը անցկացվում պլանշետով պատերագծով ներկայացում է դա որտեղ է լինելու, չափեր են նշված, որոշակի պատկերացումներ կան, որը մեզ ընդամենը բան բժշկության հնարավորություն է տալու ընտրելու մեր, այսպես ասած, մասնագիտական տեսման դերաշնորհ համապատասխանատվության տարածքին։ Վարդան Աճեմյանը ևս հանձնաժողովի անդամ է, ներկայացված բոլոր նախագծերն ուսումնասիրեց մեկ առ մեկ։ Պապիկիս ոչ մեկի մեջ չտեսա, վերջում ասաց Հայ անվանի թատերական գործչի թոռը։ Այդ տարիները, որ ես անց եմ կացրել պապիկի հետ, 21 տարի, դա հեքիաթային տարիներ էին, իսկապես նա թատրոն էր ստեղծում ամեն տեղ, եւ թատրոնում, եւ փողոցում, եւ տանը, դա ուղղակի հրաշք էր։ Ես կուզենայի արձաննել իր տրամադրությունը, իր բովանդակությունն է պետք ավելի շատ ցույց տալ։ Այնքան նմանությունը չէ, ինչքան իր կեցվածքը, իր շարժու ձևը։ Չի ուզենա, որ էլի նորից այդ արձանը նստած վիճակում լիներ, ավելի շարժում կուզեի, որ լիներ։ Տեսնենք, ամեն դեպքում շատ ուրախ եմ եւ շատ հուզված եմ այս ամենի համար։ Ոչ հայտնի մազափունջը կար, ոչ ձեռքի առավել հայտնի ծխախոտը։ Հասմիկ Կիրակոսյանը ևս ներկայացված նախագծերում Աճեմյանին չտեսավ։ Եթե ասեմ, որ այդպես կոմպակտ ձևով ամեն ինչով, խարակտերով համընկնի Աճեմյանին չկա եղածների մեջ, որովհետև ինքը շատ շարժուն մարդ է, արձանը պիտի դինամիկա ունենա անպայման, հետո նրա մազափունջը խիստ սիմվոլիկ է ու իրեն հարիր է, երկրորդը ինքը ծխախոտը, պարտադիր, նա առանց ծխախոտի ոչ մի շարժում, ոչ մի փորձ, ոչ մի ներկայացում չի արի, այստեղ ոչ մեկի մոտ չի օգտագործված ծխախոտը, մի տեղ կա ակնոցներն է օգտագործված, եթե դա փոխարինվեր ծխախոտով, այդ շարժում պահի մեջ կար վարակույրը, ես որ ընտրել եմ գոնե եղածների մեջ այդ մեկը ոչինչ։ Հանձնաժողովի նախագահը նաև պատմեց, թե ինչպես որոշվեց Գյումրիում Աճեմյանի արձանն ունենալ դրամատիկականի 150-ամյակին գյումրեցիները երկրի վարչապետին խնդրեցին, նա էլ խնդրանքը ոչ միայն չմերժեց, այլ ավելին հայտարարեց, որ ֆինանսական մասով խնդիրներ չեն լինի։ Վարչապետը խոստացավ, որ ֆինանսավորման հարցը Աճեմյանի արձանի, որը տեղադրվելու է թատրոնի շենքի հարակից տարածքում կլուծվի։ Նաև տրվեց հանձնարարականներ մշակույթի նախարարությանը եւ Գյումրու քաղաքապետարանին, որպեսզի ստեղծվի մրցութային հանձնաժողով եւ անցկացվի մրցույթ։ Վարչապետի հանձնարարականին արձագանքել մրցույթը հայտարարել են այնպես, որ հիմա վարպետը Ֆրունզն ու Շիրազը պետք է նեղ անեն, սրտները լայն բացեն ու տեղ անեն։ Նրանց շուտով Աճեմյանն է միանալու։ Շիրազն է, դա ամբողջ Հանձնաժողովի էլի անդամներ կային, որոնց կարծիքով տարածքն ընտրված է սխալ դրամատիկականի մերձակահատվածն առանց այն էլ ծանրաբեռնված է արձաններով եւ եւս մեկի ավելանալն առավել կխտացնի պատկերը։ Կան որ շարդարապետական հարցը լավ է լուծված քանդակը չէ, կա նաեւ ագարակը։ Պես մի անգամ ես որ նայեցի, կան լուծումներ կան շարդարապետական հետարքի ավելի, որոնք արդեն դուրս են ինչ-որ ստանդարտներից։ Որպես Վարդան Աճեմյան, հա, թատրոնի հետ կապված է ինքը, բայց այդ տեղանքը արդեն այնքան է ծանրած է, այնքան է շատ վախենալու է այս դեպքում, այդ ամենը։ Տեղի ընտրությունը շատ կարևոր է, բայց արդեն գերեզմանոց է դառնում։ Այդ է խնդիրը։ Նա անպայման պիտի լինի թատրոնի տարածքում։ Ուրիշ բան կարող է լինել նաև հին թատրոնի տարածքում, բայց չէ որ այդ թատրոնը հենց իր անվամբ է կոչվում։ Ուրեմն այդտեղ պիտի լինի ինքը։ Ես Աճեմյանին չէ ոչ դեմ եմ, կամ որևէ քանդակի դեմ չեմ։ Ես ուղղակի կգտնի, որ այս տարածքում արդեն չափից դուրս է որևէ բան տեղադրելը։ Գուցե ինչ-որ բան հանվի, մեկ ուրիշ տեղ տարվի, հետո նոր տեղադրվի։ Իմ կարծիքով հնարավոր է, բայց ցանկալի չէ։
մերգատերությամբ։ Քանդակագործ Զավեն Կոշտոյանն առաջարկեց տարածքային խնդրից խուսափելու համար Աճեմյանի բրոնզաձույլ արձանը կանգնեցնել դրամատիկականում, շենքի ներսում։ Վերջինական որոշման հանգելու եւ եւս մեկ անգամ տարածքն ուսումնասիրելու համար հանձնաժողովականների եղան տարածքում, փորձեցին պատկերացնել, թե Աճեմյանը հատկապես որտեղ եւ ինչ դիրքում պետք է ներկայացված լինի Գյումրիում։ Արմեն Հյումինասյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ։